Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես գիտենք, արդեն քարոզարշավները ավարտվում են եւ բանավեճերն էլ ավարտվեցին, եւ ես կուզեմ մի քանի բան ասել շարժման անունից եւ նաեւ իմ անձնական կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Ինչպես գիտենք, ինչպես բազմիցս ասել են, որ տարբեր նիկոլականներ կամ իշխանամետ ուժեր ասել են, որ Ծառուկյանը եւ Քոչարյանը հատուկ ակտիվանում են Հայաստանում Կրեմլի կողմից եւ Սամվել Կարապետյանը հատուկ է ուղարկվել Մոսկվայի կողմից, որպեսզի իբր Նիկոլ Փաշինյանին գերագույն խրտվիլակին գահանկեց անեն եւ նրանից խլեն իշխանությունը եւ իրագործեն ռուսական պլանը։ Սա է իրենց նարատիվը։ Դրա համար ասում են մենք անպայման պետք է գնանք ընտրենք ԿՊ-ին, որպեսզի հանկարծ Հայաստանը չդառնա գուբերնա եւ այլն եւ այլն։ Այդ ամենը իհարկե հեքիաթ է, որովհետեւ բազմիցս եմ ապացուցել, որ ներկայիս ԿՊԱ-ականները ի սկզբանե հենց ռուսական գործականներ են եղել, արմտամետ դրսևորվելով, բայց իրականում ուրիշ ոչ մի ղեկավար ավելի շատ առաջ չի տարել ռուսների շահերը Հայաստանում, քան հենց այդ կուսակցությունը։ Ուղղակի այս ամենը իրենց մտնում է ծրագրի մեջ, ռուսների ծրագրերի մեջ։ Ուղղակի հետաքրքիր է, որ դա ասում են, որ իբր եկել է, որ Նիկոլին գահանկեց անեն, կարծես թե Պուտինը չի կարողանում 8 տարում գահանկեց անի մի ղեկավարին, որը այսքան ատված է ժողովրդի կողմից։ Դա պարզապես չգիտեմ ինչ ասեմ, դա շատ զավեշտալի է։ Իսկ հիմա մարդիկ սիրում են ինքնախապեյությամբ զբաղվել, որովհետև ուրիշ չգիտեմ ինչպես կարող են հավատալ նման ստերին, ես չգիտեմ։ Ինչևէ, ուղղակի ամեն անգամ երբ լսում եմ նման բան, ես հիշում եմ մի հոլիվուդյան ֆիլմ, որը նկարահանվել էր 1990 թվականին, որի անունն է Կռու ընկույզ 2, եւ որի գլխավոր հերոսի դերը խաղում է հենց Բրուս Ուիլիսը։ Շատ լավ ֆիլմ է, իմ սիրած ֆիլմերի շարքերում է։ Առհասարակ 90-ականների ֆիլմերը ես շատ եմ սիրում, այն ժամանակ այդքան ջհուդական քարոզություն չկար, որքան այսօր կար 80-ական, 90-ականները կարելի ասել է ոսկե դարաշրջան էր ֆիլմերի։ Ինչևէ, կարճ ասած այդ ֆիլմում ահաբեկիչները գրավում են օդանավակայանը կամ այդ օդանավակայանի երթևեկության այդ համակարգը, որպեսզի ձերբակալությունից ազատեն իրենց նարկոբարոն գեներալին։ Եվ ի հայտ է գալիս Ամերիկայի բանակից մի դասակ, որ փրկի իրավիճակը, որպեսզի օդանավակայանը փրկի այդ ահաբեկիչներից։ Ու ռադիոկապով թեժ զրույցներ են ունենում, իրար վիրավորում են, հայոյում են եւ այլն։ Հիմա կոնկրետ չեմ հիշում ինչ են ասում, բայց պարզ է, որ իրար հակադրվում են։ Եվ նաև փոխհրաձգության մեջ է մտնում միմյանց հետ այդ ահաբեկիչները, այդ բանակի դասակը փոխհրաձգության մեջ են մտնում, բայց հետո է պարզում, հետո ֆիլմի հերոսը պարզում է, որ այդ մագազինները դատարկ են եղել, այսինքն կեղծ մագազիններ են եղել։ Այն նույն մագազինները, որ օգտագործում են ֆիլմեր նկարահանելու համար, հենց դրանք են եղել։ Ու դա հետո հասկանում են, դա տեսնելով հասկանում են, որ այդ դասակը եկել էր օդանավակայան ոչ թե օդանավակայանը փրկելու համար ահաբեկիչներից, այլ ահաբեկիչների թիկունքը ապահովեն, որպեսզի նրանք շարունակեն իրենց գործը եւ հետո միասին նստեն ինքնաթիռ փախչեն երկրից ու հենց այդպես էլ անում են, բայց իհարկե հետո ֆիլմի հերոսը կանխում է այդ ամենը, դա ուրիշ բան է, բայց ամեն անգամ երբ այս անհեթեթությունը ես լսել եմ, ես դա եմ հիշել, որ սրանք ոչ թե եկել են Սամվել Կարապետյանը, ոչ թե Հայաստան է եկել, Հայաստանը ինչ որ հակառուսական ուժերից փրկի ինքը իշխանության գա եւ այլն, ոչ, եկել է եւ միացել է իր ռուսոֆիլ օլիգարխ ընկերներին, որպեսզի միասին բոլորը միասին այդ պարտվողականության եւ հնազանդության քարագլուխ կուսակցությունը մտնեն ազգային ժողով եւ շարունակեն իրենց դավաճանական քաղաքականությունը։ Նրանք եկել են, որ թիկունքը ապահովեն, որպես թիկնապաներ, բարիս բուն իմաստով քաղաքական թիկնապաներ, որպես իրական ընդդիմություն չգա։ Այսի շատ կարևոր շրջան է, սա վերջին ոնց որ փունն է, որ Կրեմլը ուզում է իրականացնել Հայաստանի դեմ, մեր անկախությունը ամբողջությամբ զրկելով։ Դրա համար պետք է այսպես ուժեղ թիկունք գերագույն խրտվիլակ դավաճանի համար։ Սա պետք է հասկանանք։ Սա հատուկ է նորից ասեմ, պետք է անպայման այս անգամ հաղորդում
նկարը հանեմ այդ երկարատև ռուսական պլանի մասին, որ Հայաստանի անկախությունը վերացնի քայլ առ քայլ։ Հիմա չեմ ուզում հիմա խորանամ, հետո կասեմ, բայց այնպես են անում, որ Նիկոլին դերձավորեն արեմտամետ, երբ որ այդ պահը գա, որ արդեն ինչքան կարողացել են օգտագործել են նրան, շպրտեն մի կողմ, հետո այդ տեղը զբաղեցնեն այդ 3 ռուսոֆիլ օլիգարխները։ Հետո ասեն, տեսեք, մենք պետք է Ռուսաստանից կարճած մնանք, որովհետև բոբո արեմտամետները գալիս են եւ կործանում են մեր երկիրը հակառուսները։ Սա է պլանը։ Որ սա ասում եմ, որպեսզի հասկանաք, թե ինչու են ուզում բոլորը միասին մտնեն ազգային ժողով։ Սա իհարկե շատերի համար անհասկանալի կլինի կամ չեն հավատա եւ այլն, բայց կտեսնենք հունիսի 7-ին արթնանալու են, տեսնելու են, որ իրապես ոչինչ չի փոխվել, որովհետեւ այս նույն դավաճանական համակարգն է շարունակում տիրել մեր երկրում։ Այս բանավեճերը դիտելով առհասարակ խայտարակություններ, որովհետև մեկը մյուսին մեղադրում է ինչ-որ պատեհապաշտ լինելու մեջ, դավաճան լինելու մեջ եւ նման այլ բաներ լինելու մեջ, բայց պարզվում է, որ բոլորն են պատեհապաշտ եղել, բոլորն են դավաճանություն գործել իրենց քաղաքական կարիերաներում, անձնականում չեմ խորանա։ Իրենց զուտ իրենց կուսակցությունները ինչ-որ մի պատեհապաշտություն, դավաճանություն մի բան արել են։ Ոչ մեկը մաքուր չի, ոչ մեկը ամբից չի այդ կուսակցություններից։ Օրինակ, ովքեր կա այդ բանավեճում, այսքան որ Նիկոլի դեմ են խոսում, չեմ սիրում անունը տամ, Գերագույն խրտվիլակի դեմ, որ այսքան խոսում են, բոլորը 10 թվին աջակցել են։ Բոլոր այդ մյուս 18 կուսակցությունները ոչ մեկը չի եղել, որ դեմ լիներ 18 թվին։ Բայց այսքան որ գիտեք, այսքան ամեն ինչ գիտեք, ամեն ինչից հասկանում եք, այդ պարզ բանը չհասկացաք, թե այս մարդը ով է, ներսից լինելով։ Ես Հայաստան եմ եկել այդ ժամանակ, իսկի 2 տարից չէր լրացել Հայաստանում ապրելով ես արդեն հասկացել եմ սրանք ովքեր են։ Սրանք պարզ խափեբաց սրիկաներ են։ 5 տարեկան երեխան դա կարող է տեսնել։ Թող ոչ մեկ չասի, դե խափվեցին։ Հա, հասարակ քաղաքացիները կարող են խափվել, բայց քաղաքական գործիչը, հատկապես նրանք, ովքեր Հայաստանում են ծնվել, մեծացել, իրավունք չունի նման պարզունակ ստերից խափվի, դա արդարացում չի, թող ոչ մեկ ինչ չփորձի արդարացնել, դե բոլորը ժողովուրդը աջակցում է իրանք ժողովրդի հետ եղան, ինչպես ասում են, չէ՞, կուսակցությունները, մենք ժողովրդին ենք աջակցում, Նիկոլին չենք աջակցում, դա շատ նենք կեղտոտ բան է, էլի ասել, ավելի լավ է ասեմ, որ հա, արեցինք, սխալվեցինք, քան փորձեն արդարացնել նման ապուշ բաներ ասելով իրականում դա նյարդերից վրա ազդում է ամեն անգամ երբ նման բան եմ լսում։ Ամեն դեպքում ես այս ամենը տեսնելով, այս կրկեսային քարոզարշավները, այս խղկատակ բանավեճերը տեսնելով ես նորից համոզվում եմ, որ այս կուսակցությունները իսկապես քաղաքական աղաններ են, որոնք արդեն տասնամյակներ շարունակ միայն բռնաբարել ու ահաբեկել են հայ ժողովրդին, հայ ազգին։ Ուրիշ ոչինչ չեն արել։ Միայն պառակտել են մեր հայրենիքը, միայն ստորացրել են մեր պետությունը ու միայն պղտորել են մեր հայրենակիցների ուղեղները շեղել կարևոր հարցերից։ Այս պահին ազգայնականները պետք է մտածեն միայն մեկ բանի մասին։ Ազգային հեղափոխություն անելով կերտել ազգային պետություն, ճիշտ պատմական ժամանակին ամեն անգամ չի տրվում նշի, որ երբ ուզենք դա կարող ենք անել։ Սա պետք է մերոնք հասկանան, ովքեր ասում են գործ արա, հերիքա խոսած։ Չեն հասկանում, որ ինչ է նշանակում։ Նախ պետք է խնդիրը լավ հասկանաս, խնդիրը լավ հասկանալով դու կարող ես լուծումը լավ իմանալ, թե որն է, եւ նոր կարող ես ինչ-որ մի քայլ անել։ Խնդիրը գիտենք, ամբողջ համակարգը փտած է, լուծումը ազգային հեղափոխությունն է, թե ոնց ինչպես դա կանենք, երբ կանենք, դա այլ հարց է։ Ես հավատում եմ դրան, որ միակ լուծումը ազգային հեղափոխությունն է, բայց այդ հեղափոխությունը օդից չի կարող գալ։ Ինչպես 18 թվին, որ եկավ մարդիկ կարծում են իրական հեղափոխությունը, դե նախորդ դա պլանավորված էր, կազմակերպված էր, պատրաստել էին ամեն ինչ։ Իրանք գիտեն, մեր թշնամիները գիտեն, հեղափոխությունը օդից չի կարող առաջանալ։ Հա, այդ ատելությունը կար բնականաբար նախկին իշխանությունների դեմ ու արդարացի էր դա, բայց ամեն դեպքում օդից դա չէր կարող գալ։ Նրանք դա շահարկեցին իրենց օգտին, բայց գիտեին, որ պետք է պատրաստվել դրան։ Դե եկեք մենք էլ պատրաստվենք։ Եկեք մենք էլ գաղափարապես մեր հայրենակիցներին պատրաստենք այդ ազգային հեղափոխության պահի համար, որ հետո չգա մենք անգլուխ հավի պես վազենք փողոցներում, ինչպես անում ենք
20 թվականին կամ 23 թվականին երբ Արցախը հայաթափվում էր։ Եկեք հիմիկվանից պատրաստեք, եկեք հիմիկվանից այդ գաղափարական սերմերը ցանենք։ Ես դա եմ անում, հոսանքի նպատակը այս պահին դա է։ Դեր երիտասարդ փուլում է հոսանքը։ 5 տարի դեռ չկա, 4.5 տարի հին է։ Ու զրոյից ստեղծած, ոչ մի օգնությամբ, ոչ մի հովանավորությամբ, ես իմ սեփական ուժերով, իմ կամքով այս ամեն ինչ արել ու անդամների աջակցությամբ, բայց հասկացել եմ, որ դա մենք պետք է այդ գաղափարական սերմերը ցանենք, որ դա ծլի։ Մենք չենք կարող պարտեզ ունենալ առանց սերմեր ցանելու, սա պետք է հասկանանք։ Հարգելի հայրենակիցներ։ Ու պետք է հասկանանք, նորից ասեմ, հիմա չեն ուզում ընդունել այս ամեն ինչը։ Իհարկե, ստաբիլ ժամանակներում ով է ուզում լսի հեղափոխություն կամ այդ բառը արժե զրկվել է, հասկանում եմ, բայց նորից ասեմ, չեն կարող դրանից խուսափել, անընդհատ սա կրկնելու եմ, որովհետև մինչև չեն կրկնում, տեղ չի հասնում այս ուղերձը, բայց շատ կարևոր է։ Ասում են Նիկոլին դեմ չընտրես, դու Նիկոլին ես աջակցում, անպայման պետք է մասնակցես ընտրություններին, հասկացեք ամբողջ համակարգը, անգլերեն ասած the system is rigged, սա սարքած է։ Սա սարքած է, որ այս ամբողջ համակարգը նորից վերարտադրվի, ինչպես վերարտադրվել է այս 35 տարում։ Միակ ձևը, որ կարողանանք ազատվել սրանից, ինչպես մեր ազատամարտիկները կարողացան դուրս գալ դրանից եւ 91 թվականին Սովետը քանդվեց, կարողացան այդ 3 տարում 91 թվից 94 թիվ Արցախը ազատագրել։ Նույն բանը մեզ է սպասում, որ այսօրվա Ռուսաստանը ճգնաժամի մեջ ընկնի, որ հուսանք երրորդ եւ վերջին անգամ, որպեսզի մենք կարողանանք արդեն իսկապես անցնել գործի, կերտել իրական ազգային պետություն, դուրս գալ ռուս-թուրքական վանդակից։ Ինչպես ասում էին, մեր մտքում միայն դա պետք է լինի, ազգային հեղափոխություն անելով կերտել ազգային պետություն, բայց դա միջոց է։ Նպատակը Բաքվին ծնկի բերելն է, ջախջախիչ պարտության մատնելն է։ Ու այդ հնարավորության պատուանը կբացվի։ Ես հավատում եմ դրան։ Ամեն դեպքում մենք սիրում ենք նորից ասել, սիրում ենք ասել հավատով ազգ ենք, չէ՞, հավատ պետք է ունենանք։ Սա ես դրան եմ հավատում։ Ես դրան եմ հավատում, որ Արարիչը մեզ այդ հնարավորության պատուանը բացելու է, որ ինչպես ցարական Ռուսաստանը եւ Օսմանյան կայսրությունը ընկան ճգնաժամի մեջ 1918 թվականին, 17-18 թվականին, ու մենք կարողացանք անկախություն ձեռք բերել, հաղթել մայիսյան հերոսամարտերում, ես հավատում եմ, որ Արարիչը մեզ նորից այդ հնարավորության պատուանը բացելու է։ Բացելու է, որ մենք կարողանանք Բաքվին ամբողջությամբ ծնկի բերել։ Ու միաժամանակ Ռուսաստանը Թուրքիան ճգնաժամի մեջ ընկնեն, այդ պատուանը որ բացվի, թեկուզ մի քանի ամիս, մի տարի, ինչ էլ որ լինի, մենք եթե կարողանանք այդ ճիշտ պահը ճիշտ օգտագործել, թշնամուն ծնկի բերել, Ադրբեջանը մասնատել մի քանի մասի, մենք միանգամից կկարողանանք Արցախը, Նախիջևանը միացնել Հայաստանին։ Դա եմ ես մտածում։ Իմ մտքում դա է։ Իմ մտքում էս անկապես փաստաթղթերը չէ, այս փոխենք, այս կետը, այս փոխենք, ինչի մասին եք խոսում։ Դուք այդպես այդ հիմարությամբ եք ուզում ազգին միավորել, ազգին համախմբել, հատկապես երիտասարդությանը նման ապուշ բաներ ասելով, այս պայմանագրի այս կետը պետք է փոխենք, փոխարինենք սրանով։ Դու դրանով կարծում եք կարող եք անվտանգ ու հզոր երկիր կառուցել։ Ես շատ տրամաբանական մարդ եմ։ Ֆիզիկա եմ ավարտել, մագիստրոսի կոչումով։ Իհարկե mən շատ բան մոռացել եմ ֆիզիկայի, 11 տարի չեմ զբաղվել։ Մաթեմատիկա եմ ավելի շատ պարապել ու դասավանդել։ Ամեն դեպքում ես ողջամիտ պրագմատիկ մարդ եմ։ Այսինքն ինչ որ ֆանտազիա չէ։ Ինչպես մեր ազատամարտիկները կարողացան Օսմանյան կայսրության բանակին ջախջախեն 18 թվականին, ինչպես Նժդեհը կարողացավ Լեռնային Հայաստանի հերոսամարտերում ջախջախել Կարմիր բանակին, ինչպես մեր ազատամարտիկները կարողացան ջախջախել ադրբեջանական հրոսակախմբերին 90-ականների սկզբին, այնպես էլ մենք կարող ենք նույնպես այդ իրանց սկսած պայքարը ավարտին հասնենք, այդ ահաբեկչական պետությունը ամբողջությամբ ոչնչացնելով, ու դա շատ հնարավոր է։ Սա պետք է քարոզվի, սա այսպես բաներ մենք պետք է ասենք մեր հայրենակիցներին։ Ես այնքան եմ հավատում դրան, որ այդ պատմական հնարավորությունը բացվելու է, որ ես իմ կյանք եմ նվիրում դրան։ Իմ կարիերայից հրաժարվել եմ։ Ես հիմա կարող եմ իմ կարիերայով զբաղվել, փող աշխատել, ու այս ամեն ինչի մասին չմտածեի։ Չէ՞ մի հիմնարկում աշխատել, թե Ամերիկայում, թե այստեղ առցանց եւ այլն, բայց ես հավատում եմ, որ այդ լինելու է այդ պահը, որ իմ ամբողջ կյանքը տանում է ինձ դրան, որ ես ինչ որ իմ
համեստ ու փոքր լուման ներդնեմ այդ ազատագրական պայքարի մեջ, դա է իմ ասենք կյանքի նպատակը։ Նորից ասեմ, ես այնքան եմ հավատում դրան, որ ես պատրաստ եմ կյանքս նվիրել դրան ու ամեն ինչ անել, որպեսզի այդ երազանքը ի կատարածվի, մեծ հայ կերտելու։ Շատերը կարծում են չափազանցնում են, որ ես ասում եմ այս համակարգը մինչև հիմքը փտած է, կոռումպացված է։ Բայց չեմ հասկանում ինչու են դա այդպես կարծում։ Ասենք գերմանացի ազգայնականները առաջին աշխարհամարտից հետո ասում են, որ Վայմարը փտած կոռումպացված պետություն է։ Այն էլ մի պետություն, որը ժառանգել էր Երկրորդ Ռայխը։ Ասենք դու պատկերացնում ես, եթե այդ ժամանակ 100 տարի առաջ երբ դեմոկրատիան նոր էր ու մի պետություն էր, որը ժառանգել էր մի կայսրություն, ազգային կայսրություն, ու ազգայնականները ասում են, որ դա մինչև հիմքը կոռումպացված բոլոր կուսակցությունները ասում են դավաճանական են, այն ժամանակ 30 թե 35 կուսակցություն կար։ Դուք ինչու եք կարծում, որ այսօրվա հետ սովետական Հայաստանը ինչ որ պետք է ավելի լավ պայմաններում լինի։ Եթե այն ժամանակ այդ Վայմանյան Գերմանիան այդքան կոռումպացված է, բա ինչ պետք է ասենք այսօրվա մեր Հայաստանի մասին, որը ժառանգել է սովետը, որը մինչև հիմա կիսագաղութային վիճակում է, որը պղծված է կապիտալիստական, լիբերալ ու դեմոկրատական կեղծ արժեքներով, ջհուդական արժեքներով։ Դուք կարծում եք դա մինչև հիմքը կոռումպացված չի լինելու։ Ասենք սիոնիստները կարողացան Ամերիկայի նման պետությանը պղծեն, կոռումպացնեն, ներսից գրավեն, ամբողջ կոնգրեսը դավաճաններ են, սիոնիստերին ծախված, միջազգային սիոնիստերին ծախված։ Դուք ուզում եք ասեք Հայաստանը, որ 300 տարի ռուսական ազդեցության տակ է, լավ, ուզում եք ասեք 200 տարի, տարբերություն չկա։ 200-300 տարի ռուսական ազդեցության տակ է, ուրեմն այստեղ ամբողջ համակարգը իրանց վերահսկողության տակ չի լինելու։ Ջհուդները, սիոնիստները կարողացան Ամերիկան ներսից գրավել, իսկ այս որ 200-300 տարի Հայաստանը ցավոք սրտի ռուսական գաղութ է եղել։ Ուրիշ ինչ կարող ենք պատկերացնել։ Այս ամեն ինչը տեսնելով, որ իբր թե քաղաքական գործիչներ կան, որ իբր թե արմատամետ են, հակառուսական բաներ են քարոզում, դա նորից իրենց գործականները կլինեն։ Ես հիշում եմ ռուսական տիկտիկների մատրոշկաները, մեկը մյուսի մեջ բազմաշերտ է սրանց համակարգը, այդքան պարզունակ չէ, ինչպես մենք ենք սիրում պատկերացնել։ Կայսրությունների ստրատեգիան իրենց ստեղծած համակարգերը բազմաշերտ են, ինչպես նաև Ամերիկայում, նույն բանը այնտեղ շատ կեղծ դիմադրություններ կան, կեղծ օպոզիցիաներ կան։ Ամեն դեպքում, եթե իրանք իսկապես վտանգ լինեին համակարգին, նրանք չէին կարողանա հանգիստ կուսակցություն ստեղծել, հանգիստ մասնակցել ընտրություններին ու առանց մի ծպտուն Կրեմլից։ Եթե իսկապես վտանգ լիներ այդ ամեն ինչը համակարգին, ռուսների ստեղծած համակարգին, նրանք ռուսական մեդիան մի բան կարող էր ասել, շատ բաներ կարող էր անել, վարկաբեկել այս շարժմանը, չգիտեմ, ահաբեկիչ համարել կամ ֆաշիստական համարել ու փակել տալ։ Սա է իրականությունը։ Դրա համար ես նորից ասում եմ, որ հոսանքը միակ իսկապես հակահամակարգային քաղաքական շարժումն է Հայաստանում, որը ոչ միայն հակահամակարգային է, այլև խոստում է տալիս, որ մի օր հենց այդ պատմական ճիշտ ժամանակին, երբ գա իշխանության, կերտի ազգային պետություն, միանշանակ արմատախիլ է անելու այս ժողովրդավարական բռնապետությունը եւ պատմության աղբանոցն են նետելու բոլոր այս կուսակցություններին ու նրանց աջակցող բոլոր ԶԼՄ-ներին։ Սա ես ասում եմ որպես խոստում, որովհետև առանց դրա մենք երբեք չեն կարողանալու ունենալ համերաշխություն, ազգային համախմբում, որը անհրաժեշտ է մենք մեր ազգային շահերը առաջ տանելու համար, որպեսզի ոսոխին ծնկի բերելու համար։ Առանց դրա մենք չեն կարողանալու մեր նպատակներին հասնել։ Սա պետք է հասկանանք։ Մեր ազատամարտիկները արուն ու քրտինքը թափեցին Արցախը ազատագրելու համար եւ մեր նոր սերնդի զինվորները չեն զոհվել ու նահատակվել Արցախը պահպանելու համար, որպեսզի այսօր այս քաղաքական մարմնավաճառները, այս քաղաքական աղանները, այս բոլոր այս գործականները, դավաճանները ներսից պղծեն մեր պետությունը, մեր հայրենիքը։ Նրանք այդ ամեն ինչ արեցին, որպեսզի եթե ոչ իրենք, իրենց ապագա սերունդները տեսնեն անկախ միացյալ ու հզոր Հայաստան։
Եվ մենք պետք է շարունակենք նրանց պայքարը, քանի դեռ մեր սիրտը բաբախում է, որպեսզի իրականացնենք նրանց երազանքը։ Սա է մեր առաքելությունը։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։